Արմավիր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում, հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։ Արմավիրը գտնվում է Երասխի ձախափին Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ըստ ավանդության, Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին, մի բլուրի վրա եւ իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան Երաստի անունով դնում է Երասխ։ Արարատյան կամ Վանի թագավորության շրջանում մեր թվարկությունից առաջ մոտ 776 թվականին Արգիշտի առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ եւ իր անունով այն կոչել Արգիշտի Խինիլի, որը գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ 8-ից 5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել եւ մեր թվարկությունից առաջ 331 թվականին դարձել է Արարատյան նոր հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ դարերում Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հոգեվոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսիաց անտառը, որտեղ ուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մեր թվարկությունից առաջ 189 թվականին, երբ Արտաշես առաջինը հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին, որ պատմահայր Մովսես Խորենացի նկարագրելով Արմավիրի կառուցումը եւ նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է, որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով Արմավիրը սկսեց անկում ապրել եւ դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրատնտեսական նշանակությունը եւ արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես լքյալ մայրաքաղաք։ Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10,000 բնակիչ եւ թագավորության 4-րդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նաև պեղումների արդյունքում հայտնի են դարձել Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսու եւ Բլուր, ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնրատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։ 1712 թվականից Երևանի պարսկական խանի որոշմամբ սկսեցին կառուցել Սարդարապատի բերդը, ինչով եւ սկսվեց Արմավիր մայրաքաղաքի արհեստական ավերումը։ Հին քաղաքը օգտագործելով որպես պատրաստի քարհանք, ավերակների մոտակայքում նոր բերդի, նոր բնակավայրի եւ տեղացիների բնակելի տների կառուցման համար։ Սարդարապատի բերդը հանդիսավոր կերպով բացվեց 1779 թվականին։ Բերդի տարածքը կազմում էր 10-ից 12,000 հեկտար, ուներ 10-ից 12 տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ եւ բազմաթիվ աշտարակներ։ Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների եւ այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին վերածվեց մոտ 10,000 բնակչություն ունեցող քաղաքի։ Ըստ հայկական աղբյուրների Սարդարապատը ուներ մոտ 2000 հիմնական բնակչություն, մեծ մասամբ հայեր։ Բերդը ուներ նաև խաղողի եւ այլ պտղատու այգիներ, բամբակի եւ քրնջութի ցանկատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատիկի պահեստները։ 1827 թվականի սեպտեմբերի 20-ին Պասկևիչի եւ Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը։ Այստեղ է գտնվել նաև Արգիշտի առաջինի Արմավիր Արգիշտի Խինիլիի հիմնադրման արձանագրությունը։ Արմավիր քաղաքի թաղամասերի եւ շրջակա ագարակների հիմքի վրա 17-ից 19-րդ դարերում ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայում կազմում են Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս եւ Նալբանդյան գյուղերը։ Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903 թվականին։ Դեռևս 1899 թվականին, երբ կառուցվում էր Թիֆլիս-Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը,
որը տևեց 4 տարի եւ ավարտվեց 1903 թվականին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նաև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ եւ հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող Թիֆլիս-Երևան երկաթուղու կայարանն էր, այն սկսվեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926 թվականի մարտահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը հաշվի առնելով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է հոկտեմբերյան, իսկ 1935 թվականին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։ Անկախացումից հետո քաղաքը դարձավ Հայաստանի Արմավիրի մարզի մարզկենտրոն եւ 1996 թվականին վերանվանվեց Արմավիր։ Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը, ըստ Մովսես Խորենացու, Արմավիրում եղել են 3 հեթանոսական տաճարներ՝ Լուսնի, Արևի եւ Նախնիների հիշատակման տաճարները։ Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ում մտահղացումով քաղաքի հատակագծի վերջնական տեսքը պետք է նմանվեր շոգեքարշի։ Հաշվի էին առել այն փաստը, որ քաղաքն այդ ժամանակ հայտնի էր որպես երկաթուղային կայարան։ Այժմ գործող երկաթուղային կայարանը նույնպես նախագծել եւ կառուցել է Ալեքսանդր Թամանյանը 1927 թվականին։ Կայարանի հարևանությամբ դեռևս իր գոյությունն է պահպանում 1903 թվականին կառուցված կայարանի հին վարչական շենքը, ինչպես նաև 1902 թվականին կառուցված ջրհանկայանը, որը ժամանակին ջրով էր ապահովում ամբողջ շրջանը։ Հետագայում գլխավոր հատակագծեր կազմել են 1940, 1955, 1976 եւ 2010 թվականներին։ 2011-ից 2014 թվականներին կառուցվել է քաղաքի առաջնորդանիստ եւ միակ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին եւ ոցվել 2014 թվականի մայիսի 31-ին։ Արմավիրում գործում է 10 միջնակարգ դպրոց, 12 մսուր մանկապարտեզ, 1 համալսարան, 3 քոլեջ տեխնիկում, 1 մարզադաշտ հոբելյանական, որը Հայաստանում մեծությամբ երրորդն է, 3 մարզադպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական, 1 գեղարվեստի, շախմատի դպրոց, 5 գրադարան, տպարան, մշակույթի տուն, ռազմամարզական վարժարան, գիշերօթիկ դպրոց, 2 հեռուստաընկերություն, կենդանաբուսաբանական այգի, որը հանրապետությունում երկրորդն է եւ զբաղեցնում է 8 հեկտար տարածք, բարեկարգում տնօրինությունը, Արմավիրի ջրամատակարար Փակ բաժնետիրական ընկերությունը, մշակույթի տներ, քաղաքային զբոսայգի եւ այլն։ Ժամանակակից Արմավիրի տարածքը շրջապատված է բազում հնավայրերով, որոնք համարվում են հայկական քաղաքակրթության հիմնական կենտրոնները, մասնավորապես մոտակա Մեծամորը, Արմավիրը, Արգիշտիխինիլին եւ այլն։ Ներկայումս Արմավիր ունի մշակույթի տուն, որը հայտնի է Կարմիր ակումբ անունով, որում գործում են երաժշտական եւ արվեստի դպրոցներ, 5 գրադարան, Արմավիրի դրամատիկական թատրոնը։ Քաղաքում գործում են գինու եւ կոնյակի, պահածոների, կաթի եւ կատնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, հաստոցաշինական, ֆուրնիտուրայի եւ այլ շինանյութերի, կահույքի արտադրության գործարաններ, միակը Հայաստանում խորդենու վերամշակման գործարան, փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական եւ սպասարկման ծառայություններ իրականացնող ձեռնարկություններ։